Աստված օրհնի, բարի օր, բարի կեսօր էլ Բեթել եկեղեցի։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեր հետ եք, մեր մեջ եք։ Յուրահատուկ ողջունում եմ Սամվել ջան քեզ, որ առաջին անգամ այստեղ ես, եւ Դավիթ քեզ, որ ընդունել ես հրավեր ես եկել ես։ Իմ ընկերներն են, ում հետ հավատքի ճանապարհ ենք անցել շատ երկար տարիներով։ Յուրահատուկ հարազատություն կա, երբ որ մեկի հետ ճանապարհ ես անցնում, հետո հանդիպում ես, հա։ Տերը օրհնի ձեզ, վստահ եմ դուք էլ ունեք ձեր հոգևոր ընկերները, ում հետ հավատքի հետ մանկության ժամանակաշրջանն եք անցել։ Հրավիրեք իրանց ձեր մոտ, ձեր շրջապատ։ Հրավիրեք իրանց ձեր հետ լսելու իսկական խոսք։ Վստահ եմ եւ հավատում եմ, որ այստեղ կա իսկական խոսք։ Ոչ թե նրա համար, որ ես եմ այստեղ կանգնած, այլ նրա համար, որ Աստված է վերցել էլ Բեթելին տանելու մի տեղ, որտեղ իր կամքը կատարելու է։ Այստեղ ինչպես երկնքում, ամեն։ Մեր տեսիլքը, այստեղ ինչպես երկնքում։ Այսօր հետաքրքիր բանից կխոսամ։ Նու կանչված չենք հետաքրքիր բաներ խոսալու։ Կանչված ենք մեր Տեր Հիսուսի մասին խոսալու։ Բայց հետաքրքիր մի հատ պատմություն կա, ինչից ուզում եմ սկսեմ։ Քովիդի ժամանակներն էր մոտ երևի 4 կամ 5 տարի առաջ մեր հարգարժան Արտուր եղբոր հետ գնացել ենք ծառայության։ Երեկոյան ինչ-որ ծառայություն էր մի տարածքում եւ ծառայության վերջում մարդիկ սկսեցին վկայություններով կիսվել եւ մի քույր կար, ինչի եմ այս պատմությունը պատմում, որտեղ վերնագիրը այդ կնոջ հետ կապված դեպքից հետո տված հայտնությունից է եւ Աստված դրա վրա բան սովորացրեց եւ վերջում մի քույր կար, ով վեր կացավ եւ վկայություն տվեց, Արտուր երևի կհիշես դու էլ, Քովիդի այն ժամանակաշրջանն էր, երբ որ ստիպում էին բոլորին պատվաստվել։ Թեման вообще պատվաստվելու մասին չի, ես իմ սեփական կարծիքը ունեմ, բայց դա ամեն մեկը այն ժամանակ ոնց հասկանար, եւ ստիպում էին պատվաստվել, կհիշեք, եւ ովքեր չէին պատվաստվում, ինչ որ համոզմունք ունեին, ոմանք YouTube-ն ասմատրիլիս, ոմանք ասում էին դա ներից է եւ այլն, բայց դրա մասին չի խոսքը։ Մի քույր կարող որոշել է սրտում, որ չպետք է ինքն էլ ընդունի այդ պատվաստումը եւ այն ժամանակ կար այդ վտանգը, որ քեզ կարող գործից հեռացնեին դրա համար։ Կամ պետք է հիշում եք թեստեր բերեիր եւ այլն, այս ժամանակաշրջանն էր։ Եվ ծառայության վերջում այս քույրը մոտենում է եւ վերակենում եւ ժողովրդին վկայություն է տալիս, որ իմ մոտ եկավ այս վիճակը, որ իմ ղեկավարը ինձ տանում է տնօրենի մոտ, որ իմ հարցը քննեն, որովհետեւ ես արդեն երկար ժամանակներ ասում եմ, որ ես չեմ պատվաստվելու, սենց ես էլ գնում եմ, աղոթում եմ, անհանգստացած, սենց ներսս կանգնել եք արդեն տնօրենի դռան մոտ, հեսա պետք է մտնեմ ներս, սենց աղոթում եմ, քույրիկը սենց պատմում է, ժողովուրդը լսում է, ես էլ եմ լսում, սենց ասում աղոթում եմ, մեկ էլ հանկարծ տնօրենը բացեց դուրը, գլուխը խառներ, դուրս եկավ, գնաց ու ես այտենց պրծա դրանից, ու փառք Աստծուն, ու ժողովուրդը բոլորը օ հալելույա, փառք Աստծուն, բան։ Տենց ու պրծնում այդ պատմությունը, հիշում ես դու Արտուր ջան էդի։ Հաջորդ օրը ցերեկը դուրս եմ գալիս, իմ ընդմիջման ժամերին դուրս եմ գալիս, մտորում եմ, աղոթում եմ։ Սա իմ մեդիտացիան է, հա։ Մենք էլ ունենք մեդիտացիայի ժամ։ Աշխարհը, որ յոգայով մեդիտացիա է անում, իդեպ ասեմ շատ վտանգավոր բան է անում, իրանց ներքնաշխարհը դատարկում են։ Իսկ Տեր Հիսուս ավետարանում ասում է, որ դևը գալիս է տեսնում է միտեղ դատարկա ու պաշտպանություն չունի Աստծուց, շատ ավելի վտանգավոր է, հա։ Ի տարբերություն մեր մեդիտացիան, meditate բառը կա անգլերենում գրած, իհարկե մենք չենք ասում ես մեդիտացիա, ես ուղղակի մտորում եմ Աստծո խոսքի շուրջ եւ աղոթում եմ Սուրբ Հոգով, աղոթում եմ լեզուներով եւ հենց սկսում է իմ աղոթքը, քայլում եմ ու աղոթում եմ, իհարկե մարդկանց շատ մոտ չեն այնս որ տարօրինակ թվամ, հարմար տեղին։ Հետաքրքիր է, որ այդ հաջորդ երեկոյան այդ ծառայության այդ դրվագը գալիս է իմ աչքի դեմը։ Ես նույն ձև տեսնում եմ այդ քրոջը պատմելուց եւ ժողովրդին, որ ողջորված ողջունում են, փառք են տալիս Աստծուն, օ հալելույա, Տերը պահեց բան։ Եվ Աստվածային հետաքրքիր sense խոսք է լինում։ Տեսար այդ քույրիկին, տեսա։ Գիտես, ես իրոք իրան պահեցի։ Ես իմ բառերով եմ այդ Աստծո այդ երկխոսությունը հիմա իմ բառերով եմ ասելու, որտեղ մի քանի տարի առաջ էր, բայց երկխոսությունը մոտավոր sense էր, որ ես իհարկե ինքը իմն է, ես իրան սիրում եմ, ու ինքը իմ համար շատ թանկ է, ես իր համար գինն եմ վճարած, եւ իհարկե ես իրան պահել եմ։ Բայց այն ինչի մեջ ինքն է, դա իմ կամքը չի։ Այն դիրքը, որը ինքը ունի,
այս ողորմելի խեղճուկարակի դիրքը, որը ինքը ունի, դա ընդհանրապես իմ կամքը չի։ Հասկացաք տարբերությունը։ Աստված ասում է, այդ անձնավորությունը միևնույնն է իմն է, բայց այն մտածելակերպը եւ այն դիրքը, որի մեջ ինքը կանգնած է, դա ընդհանրապես իմ կամքը չի։ Եվ այսօրվա իմ խոսքը վերնագրված է սենց, որ պատերազմը գնում է քո դիրքի համար, որովհետև քո դիրքը կարա անի բաներ, ինչ ուրիշները չեն կարա անեն։ Մեր Տեր Հիսուսը ուներ դիրք։ Ինքը այդ դիրքով, այդ Աստծո որդի իշխանության դիրքով, ուր որ մտնում էր, այնտեղ հոգևոր աշխարհում խառնաշփոթ էր տիրում։ Ամեն։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը եկավ եւ ճանապարհ էր պատրաստում Տիրոջ համար, որ Հիսուսը պետքա գար, նա ասում էր ինձանից հետո եկողը մեծը ավելի ինձանից եւ ես նրա կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ, գիտեք պատմությունը։ Երբ որ տեսնում է Հիսուսին, ասում է, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Եվ Տեր Հիսուսը մկրտվում է ջրից դուրս գալուց պատմությունը գիտեք, երկինքը բացվում է եւ Աստված տիեզերական հայտարարություն անում իր որդու համար։ Ահա այն որդին, որի վրա իմ բարեհաճությունն է, եւ հոգին է իջնում, եւ մենք տեսնում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, եւ դրանից անմիջապես հետո, երբ որ տիեզերական հայտարարությունը կար Հիսուսի համար, որ սա իմ սիրելի որդին է, նա կոմ մայո բլագավալենյե, Սուրբ Հոգին լցնում է իրան եւ տանում է անապատ։ Ինչի համար է Սուրբ Հոգին իրան տանում անապատ։ Ու սրա մասին տարբեր մեկնություններ, տարբեր քարոզներ լսած կլնենք։ Եվ Հիսուսը գնում է անապատ սատանայից փորձվելու։ Փորձության ժամանակ գալիս է սատանան եւ ամենաառաջին հարցը, որ հնչում է Հիսուսին, հնչում է այն հարցը, որը դիպուկ վերաբերվում է իր դիրքին, որը ինքը ունի Աստծո մեջ։ Եթե դու Աստծո որդին ես, 40 օր բահած չես կերել, սովածացած կլնես, ասա այդ քարին թող հաց լինեն։ Իսկ Հիսուսը ցույց է տալիս, որ ինքը դիրքի մեջ է Աստծուց եւ Աստծո զավակը ու ասում է գրված է, որ մարդը ոչ մեն հացով կապրի, ապա Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Լավ, եթե Աստծո որդին ես, հələ ուշադիր նայ աշխարհի բոլոր հարստությունները եւ նրանց փառքը, որոնք ինձ են տրված, ասում է սատանան, ուստեղ չի խափում, որոնք ինձ են տրված եւ որ կամենում եմ տալիս եմ, եւ ընդհանրապես մի հատ փոքր երկրպագություն արա ինձ եւ այս ամենը քոնը կլինեն, չէ՞ որ դու եկել ես լինելու աշխարհի թագավորը Հիսուս։ Եկել ես լինելու աշխարհի թագավորը, եկել ես։ Գրված է քո համար, որ սատանան լավ գիտի խոսքը, գրված է, որ իշխան պետք է գա։ Հզոր մեկը պետք է գա։ Ես արագի մեջ օգնում եմ քեզ, դու հասնես դրան։ Եվ սա եւս գայթակղության ճանապարհը, որը մարդուն գցում է իր դիրքից։ Կարար Հիսուսը վերցներ, իհարկե չէր կարա, բայց եթե վերցներ, ինքը շատ արագ կլիներ տիրակալ հայտնի աշխարհում, քան այն ժամանակվա Հռոմի կուսակալներ, այդ կուսակալից էլ հայտնի կլիներ ու աշխարհակալ ու տիրակալ կլներ, բայց ես եւ դու այսօր էլ Բեթելում չէինք լինի եւ լիքը մարդ այսօր կործաման ճանապարհին կլներ։ Ամեն։ Եվ իմանալով ով է ինքը, իմանալով ինչ ճանապարհով պետք է անցնի, իմ քո եւ ամբողջ աշխարհի մարդկության փրկության համար ինքը շարունակում է մնալ այն դիրքի մեջ, որի մեջ Աստված Հայրը իրան դրել է։ Իմ այսօրվա խոսքն է, պատերազմը քո դիրքի դեմ է։ Եվ այդքանը քիչ չի տանում աշտարակի վրա կանգնացնում եւ ասում է, եթե իրոք դու Աստծո որդին ես, քեզ այստեղից վայր գցիր, որտեվ գրված է, որ քո հետ պետք է այս ամենը կատարվի։ Ինչ որ գրված է կատարվի, պետք է կատարվի նենց, ոնց Աստված է ուզում, որ ժամին է ուզում, երբ է ուզում, ու առհասարակ գրված է քո Տեր Աստծուն մի փորձիր։ Նրան պաշտիրում միայն նա երկրպագիր։ Ամեն։ Այս պատմության ասածը սա է։ Սատանան անում էր ամեն ինչ, որ փորձի Հիսուսին իր դիրքից գցի, որովհետև ամբողջ պատերազմը մարդկության դեմ մարդուն իր դիրքից գցելն է։ Եթե գնում ենք ակունքներն ու ամենասկզբնական տեղը, Պողոսը միտեղ իր նամակների մեջ ասում է կինը խաբվեց, միտեղ ասում է Ադամը խաբվեց, մի խոսքով երկուսն էլ խաբվեցին։ Հիսուսը ժողովրդի հետ խոսալուց սատանայի մասին ասում էր, որ նա ամեն ստության հայրն է, նա գողն է, որ գալիս է գողանա, կործանի եւ սպանի։ Եվ գողը գողացավ խաբելով նրանցից վերցրեց այն տիրակալությունը, այն իշխանությունը, որը Աստծուց իրանց էր տրված։ Դրա համար սատանան Հիսուսին կարում է գլուխը բարձրացնի ու ասի, այս ամենը ինձ է տրված։ Իրան տրված է խաբեության ու ստության ճանապարհով։ Ինչևից է, բայց տրված է։ Եվ եթե հոգևոր աշխարհը նայենք իր կառույցներով, ապա
բավականաչափ հասցրել է սատանան կառուցի կառույցներ, կառուցի տիրույթներ, ունենա հոգևոր ոլորտում իշխանություններ իր տրված ժամանակաշրջանի մեջ, երբ որ իրան ներտրված ինքը բավականին հասցրել է կառուցի շատ բաներ։ Պողոսը միտեղ ասում է մենք ունենք իշխանություն քանդելու այն բոլոր սարքածները, այն բոլոր մարդու մտքի վրա անգամ սարքածները, որոնք դեմ են Հիսուսին։ Այսինքն ինքը սարքել է, ինքը իշխան է, ինքը տիրակալ է, որ կարողացել է կառուցել իր fake թագավորությունը, թագավորություն, որը ճշմարտության վրա չի հիմնված, թագավորություն, որտեղ լույս չի, որտեղ խավար է, բայց դա կա։ Ամեն։ Մենք հավատում ենք հոգևոր աշխարհի Պաստրյանյան ասա, եւ մենք որպես հոգևորներ պետք է սա իմանանք, որ այդ հոգևորը կառուցված է, մի քիչ իր անունը շատ տվեց, իր գործը շատ տվեց, հեսա մենք գալու ենք փառավոր հաղթանակին ու հաղթողին, ու գալու ենք քեզ, որ դու հաղթանակած ես։ Բայց ուզում եմ որ լավ իմանանք, որ հոգևոր ոլորտը տենց կառուցված է։ Եփեսացիների 6-րդ գլխի մեջ ասում է, որ մեր պատերազմը մարմնի հոգու դեմ չի, հապա աշխարհակալների դեմ է։ Դրանք ովքեր են, դրանք դիվական են երևույթներ են, ովքեր տիրում են տիրույթների վրա, ովքեր տիրում են տարածքների վրա, ովքեր տիրում են պետությունների վրա, մարդկային կառավարող համակարգերի վրա, եւ դրա միջոցով խավար իր խավար գործերն է անում։ Եկեղեցի այդ կառույցների միջոցով խավար իր գործն անում, իր խավար գործն անում։ Եվ իր նպատակն է, որ եկեղեցին ու եկեղեցում ամեն հավատացյալ չիմանա իր դիրքի մասին, որովհետև ինքը միայն ունի դիրք քանդելու նրա սարքած բոլոր գործերը։ Ամեն։ Դու հավատում ես։ Դու իմ հետ ես այս հայտնության մեջ, այս ծրագրի մեջ։ Տերը օրհնի քեզ։ Ավետարանն ասում է առաջին Կորինթացիների 1:9. Հավատարիմ Աստված, որի կողմից կանչվեցիք նրա որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։ Սա ամենամեծ հայտնություններից է Աստված մարդու մեջ։ Եվ Աստված իր հավատարմությունը իմ ու քո նկատմամբ ցույց տվեց ինձ ու քեզ, որ երբեմնի օտար էինք, դարձնելու մեկը, ով ունի իշխանություն հաղորդակցվելու Աստծո որդու հետ։ Ամեն։ Կողոսացիներում ասում է, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի որդու արքայության մեջ փոխադրեց։ Դու ունես Աստծո հետ հաղորդակցվելու դիրք եւ դու ունես լույսի արքայության մեջ նույնպես դիրք։ Ես ուզում եմ սրա վրա շեշտադրվենք այսօր։ Պետրոսն ասում է, բայց դուք ընտիր ցեղեք թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, հիմա Աստծո ժողովուրդն եք։ Ամեն։ Աստծո արքայությունը կարա տանի ու կարա կառուցի մենակ Աստծո ժողովուրդը։ Եվ ես ուզում եմ այսօր իրար հետ սուրբ գրային մի մոդել տեսնենք, մի պատմություն տեսնենք, Գործք առաքելոց 19-րդ գլուխն ենք նայելու, իմ շատ սիրելի գլուխներից է, շատ փառահեղ ու հաղթական գլուխ է, թե ինչպես Աստծո մարդը մենակով մտնում է, հաղթանակում է, գրավում է ու ջարդում է։ Ով է հավատում, որ եկեղեցուն տրված է դա անելու։ Ամեն։ Մենք տեսանք, որ չարը խաբեց, մենք դա տեսնում ենք, անընդհատ գիտեն բոլորդ էլ խոսքը գիտեք, կարդում եք, որ սատանան արեց, գողացավ, տիրեց, իշխեց, կառուցեց եւ եկավ Աստծո որդին գրվածը։ Սրա համար հայտնվեց Աստծո որդին, որպեսզի սատանայի գործերը քանդի։ Այսօր այդ քանդման աշխատանքը դրված է եկեղեցում եւ դրա հետևում դրա համար կանգնած է Սուրբ Հոգին։ Գործք առաքելոց 19-րդ գլուխ։ Ամբողջը չեմ կարդա, խոստանում եմ։ Պողոսը, որ Կորինթոսում եղած ժամանակը, ներողություն, Ապողոսը Կորինթոսում եղած ժամանակը, Պողոսը, որ վերիկ կողմերում ման էր եկել, եկավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտնելով ասեց նրանց. Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Նրանք ասեցին նրան. մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա։ Եվ ասեց նրանց. ապա ինչով մկրտվեցիք։ Նրանք էլ ասեցին Հովանեսի մկրտությունով։ Եվ Պողոսն ասեց Հովանեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում եւ ասում, թե նա, ով նրա հետևից պիտի գա, նրան հավատան, այսինքն Քրիստոս Հիսուսին։ Եվ երբ որ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցին, եւ երբ որ Պողոսը ձեռք դրավ նրանց վրա,
Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարեանում եւ ամենքը 12 մարդու չափ էին եւ ժողովարանի մեջ մտած 3 ամիս համարձակ խոսում էր եւ Աստծո արքայության մասին համոզում էր։ Եվ երբ որ մի քանիսը համարում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը, բամբասելով բազմության առաջին, նա բաժանվեց նրանցից եւ աշակերտներին առանձնացրեց եւ ամեն օր խոսում էր մի տյուրանի դպրանոցում եւ սա եղավ մի 2 տարի, մինչեւ որ Ասիայի բոլոր բնակիչները, հրեաները եւ հույները Տիրոջ խոսքը լսեցին։ Եվ Աստված նշանավոր զորություններ էր անում Պողոսի ձեռով, մինչև որ նրա մարմնի վրայից թաշկինակներ եւ արշամակներ էին տանում դնում հիվանդների վրա եւ ցավերը հեռանում էին նրանցից եւ չար ոգիները դուրս էին գալիս։ Սա իրական պատկերն է, որտեղ մտավ Աստծո մարդը։ Նախ գտնում է հավատացյալների։ Հետաքրքիր մոտիվ ուներ Պողոս առաքյալը։ Իրան հանդիպած հավատացյալներին հարցնում էր. դուք вообще Սուրբ Հոգուն ճանաչում եք։ Մենք էլ որ ես էլ որ հանդիպում եմ շատ ժամանակ, այն որ մի քիչ զրույցից ուզում եմ ջոգեմ, sense պենտեկոստալ մոմենտ կա, հոգուն տեղ ունի, հոգուն ճանաչում է, թե չէ։ Իհարկե դա իմ ու իր փոխհարաբերության մեջ բան չի փոխի, բայց ամեն առիթի ես փորձեմ օգնել, բա ինչով ես մկրտված։ Սենց անում էր Պողոսը, բա ինչով եք մկրտված։ Դե Պողոսը եկավ մեզ Հովանեսի մկրտությունը քարոզեց, մի րոպե։ Հովանեսը պատմում էր ու քարոզում էր Հիսուսի մասին, ով իրանից հետո եկողն է։ Հիսուսը որ եկավ Հովանեսի ժամանակաշրջանին վերջ դրվեց, որովհետև ինքը 5 տակարանյան վերջի մարդկանցից էր, կանացից ծնված ամենամեծն էր, բայց Հովանեսից հետո այլևս քարոզվում է արքայությունը եւ մարդիկ ջանք են անում մտնելու դրա մեջ։ Ես Պողոսի տեղը մի քիչ քարոզեցի, ոնց ինքը քարոզում էր այնտեղ այդ մարդկանց, բայց Պողոսին ստացվեց համոզել որն է քարոզել հասցնել այդ մարդկանց նրան, որ իրանք հավատան, որ պետքա Տեր Հիսուսի անունով մկրտվեն։ Եվ Պողոսը մկրտում է իրանց Տեր Հիսուսի անունով, սա ջրի մկրտությունն է, ու դրանից հետո անմիջապես ձեռք է դնում եւ Սուրբ Հոգին գալիս է իրանց վրա։ Ինչ գիտենք, լեզուներ էին խոսում եւ մարգարեանում։ Նույնը ինչ տեսնում ենք Պենտեկոստեի օրը կատարվելիս։ Դրանից հետո ինքը գնում է այս արդեն հավաքված մարդկանց հետ, տեսեք սկիզբը ոնց սկսեց, բերեց Սուրբ Հոգուն այդ փոքր եկեղեցի, վառեց իրանց կրակով, իր արքայության մոտիվով, ամեն, հետո իրանց հետ մտան ժողովարան, սկսեց 3 ամիս ժողովարանում քարոզել այն ինչի համար ինքը կանչված, այն առաքելական ծառայության համար ինչի համար կանչված է, քարոզեց արքայության մասին, քարոզեց Հիսուսի մասին, որտեղ ժողովարանում, ժողովարանը ինչ տեղ էր, միտեղ, որտեղ մարդիկ մենակ մարգարեներ ու օրենք էին լսում։ Քարոզում էր Պողոսը, որ այն արքայությունը, որ ես բերել եմ, այն Հիսուսու մասին քարոզում եմ, սա ձեր օրենքներում ու մարգարեներում վկայված Մեսիան ում մասին ես քարոզում եմ, որը եկավ աշխարհ, մարդկության մեղքի պատիժը վերցրեց իր վրա, խաչվեց 3-րդ օրը հարություն առավ, որ ներում լինի ձեզ եւ դուք արդարանաք այս իմ քարոզած Հիսուսին հավատալով։ Եվ քանի որ ժողովարանում դա դժվար է ընդունել, որովհետև կրոնը սպանում է, որովհետև կրոնը փակում է, քարակուսի է անում, սահմանափակում է մարդկանց, ստիպված Պողոս առաքյալը բաժանում արեց այդտեղ եւ առանձնացավ Տյուրան անունով ինչ որ մեկի դպրանոցում մի վայր, որտեղ ուսուցանում էին, սովորացնում էին եւ սկսում այնտեղ իր մեր բարերով ժամանակակից բարերով ասած խարիզմատիկ ծառայությունը։ Եվ այդ խարիզմատիկ ծառայությունը անենց թափ առնում, որ մոտ 2 տարի հետո ամբողջ Ասիան լսում է Տիրոջ խոսքը։ Մենակ լսում էր, մենակ չէին լսում։ Իրանք դեմոնստրացիոն տեսնում էին այն քարոզչությունը, որ Պողոսը անում էր։ Ոնց էին տեսնում։ Դևերը սարսափահար դուրս էին գալիս, հիվանդները բժշկվում էին, ու այս ծառայությունը այնքան խառ ու շատ էր, որ գալիս էին ասում Պողոս հերուտեղ մի հատ հիվանդ մարդ կա գնանք աղոթենք, ասում են ինչ կա ձեռների, ապերես թաշկինակը տար, Հիսուսի անով կդնես ու դևը դուրս կգա, ու տանում էր իմ բառերով, էլի ասում, ու տանում էին ու գրված է, որ դևերը հեռանում էին, ցավերը անցնում էին։ Ամեն, որտեղ Տեր Հիսուսի անվան իշխանությունը գործելու սահմանափակում չունի եկեղեցի։ Եկեք գնանք մի քիչ առաջել տեսնենք ինչ է տեղի ունենում։ Այս պատմության շարունակության մեջ ասում է, որ հրեա քահանակար անունը Սկևա, սրա 7 որդիները, երբ որ տեսնում են, որ դիվական աշխարհում փոփոխություն կա, ինչ որ Հիսուսի անունով, որը ինչ որ Պողոսն է տալիս,
փորձում են Պողոսի տված Հիսուսի անունը դիվահարի վրա ասել, եւ երբ որ հրամայում են այս երթվեցուցիչները Հիսուսի Պողոսի քարոզած Հիսուսի անունը դիվահարի վրա, դևը խոսում է այդ մարդու մեջից ասելով. Պողոսին գիտեմ, Հիսուսին ճանաչում եմ, բա դուք ով եք։ Եվ ահավոր ձևի իրանց ծեծում է շատ վար, ոնց է բառը գրած, հարձակվելով նրանց վրա բռնեց, նրանց հաղթահարեց, մինչև որ մերկ եւ խոցոտված տանիցը փախան։ Մերկ ու վիրավորված տնից փախան։ Դիվական երևույթը նույնպես ունի գերբնական զորություն։ Եվ վայը նրա ձեռը նույնպես ընկնել է։ Ու այս մարդիկ, ովքեր չունեին վերստին ծնված չէին այս Սկևայի որդիները, չունեին Քրիստոսի պաշտպանությունը, հանդգնեցին դիվական աշխարհի դեմ դուրս գալ առանց այդ պաշտպանության, իրանք խոցոտված, վերքոտված, մեծ դուրս շպրտվեցին։ Եվ Պողոսի այս 2 տարվա ծառայությունը քիչ չէր, սրա վրա ավելացավ նաև այս պատմությունը։ Դե գիտեք, այն ժամանակ Facebook ու YouTube չկար, սոցցանցեր չկան, բայց իրար մեջ ասելով շատ արագ տարածվում էր այս ամեն ինչը։ Երբ որ այս ամեն ինչը տարածվում է, մարդկանց վրա մեծ վախ հանդում։ Եվ գրված է Տեր Հիսուսի անունը մեծանում էր։ Ամեն։ Մեծ է հավիտյան քո անունը, Տեր Հիսուս, փառքը քեզ։ Եվ ասում է հավատացյալներից շատերը գալիս էին, խոստովանում էին իրանց գործերը, պատմում էին, կախարդության հետևողներից շատերը գրքերը բերում էին եւ ամենի առաջին այրում էին եւ նրանց գինը համարեցին եւ գտան 50,000 արծաթ։ Եվ այսպես Տիրոջ խոսքը աճում էր եւ զորանում։ Հոգեվոր ոլորտում չարի սարքած երևույթներ, չարի սարքած կախարդություններ, չարի սարքած խաբեություններ, չարի սարքած հարստահարություններ, հիվանդություններ ու ցավեր ինչքան կային։ Գալիս է Աստծո մարդը, Սուրբ Հոգով վառում է իր աշակերտներին, ինքն էլ վառված հետը խմորված արքայությունով քարոզում է Հիսուսի անունը, մեծացնում է Հիսուսի անունը, բարձրացնում է Հիսուսի անունը։ Եվ ժողովրդի վրա գալիս է ապաշխարության լրջությունը, եւ ժողովուրդը վերապրում է իրական ազատությունը, որը Տեր Հիսուսի անունով ալնում։ Ամեն։ Այս պատմության շարունակությունը։ Այն ժամանակ ոչ պակաս խռովություն եղավ այն ճանապարհի համար, այդ հավատքի ճանապարհի համար, հա, որովհետև մի արծաթագործ անունը Դեմետրիոս Արտեմիսի արծաթե տաճարներ շինելով ոչ պակաս շահ էր տալիս վարպետներին, որոնց հետ եւ այս արեստի բանվորներն էլ հավաքեց եւ ասեց. «Ո մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ այս գործիցն է մեր շահը, եւ տեսնում եք ու լսում եք, որ այս Պողոսը ոչ թե միայն եփեսացիներից, բայց համարյա թե բոլոր ասիացիներից շատ ժողովուրդ համոզելով այն կողմը դարձրեց, որ ասում է, թե ձեռքով շինվածները աստվածներ չեն։ Եվ այս բանը ոչ թե միայն մեր արհեստն է վտանգի մեջ գցում, որ անարգվի, բայց մեծ աստվածուհու Արտեմիսի տաճարն էլ ոչինչի տեղ է համարվում։ Եվ նրա մեծությունն էլ կքանդվի, որին բոլոր Ասիան եւ աշխարհը պաշտում է»։ Էլ ես ուզում եմ ասեմ, դու ունես իշխանություն հոգևոր ոլորտում փոփոխություն անելու այն աստիճանի, որ բոլոր չարի սարքած թագավորությունը դուրս շպրտվի եւ այն կուրքերը, որ պաշտում են, համարվեն ոչինչ Հիսուսի անունը բարձրանալով։ Ամեն։ Հարց բա ի՞նչն է պատճառը, շատ ժամանակ չեն անում, եկեղեցին չի անում, հավատացյալները չեն անում։ Գալու եմ նորից խոսքիս վերնագրին։ Պայքարը քո դիրքի դեմ է։ Պողոս Սարաքյալը գիտեր ինքը ով է, գիտեր ինքը իր կանչվածությունը որն է, ու ինչպես որ ինքն էր, այդպիսին էլ դարձրեց իր աշակերտներին։ Առաջին պատմածս պատմության մեջ այն քույրը, ինչպես որ իր եկեղեցին է, տենց էլ ձևավորվել էր ինքը։ Ես ամենայն հարգանքով չեմ ճանաչում ով, բայց Աստծուն սիրող անձնավորությունը հարցը այդ անձնավորությունը չի, այստեղ հարցը այն քառակուսին է, այն կրոնն է, այն սխալ ու ծուր ուսմունքն է, որի սովորացրածը հավատացյալին չի դնում այն դիրքի մեջ, որի համար մեր Տեր Հիսուս իր կյանքն է դրել խաչի վրա։ Հասկանում եք տարբերությունը։ Կրոնը եւ սխալ ուսմունքը համար մեկն է, որ հավատացյալին ճիշտ ցույց չտա ու չսովորացնի իր իրական դիրքը, որ ինքը Քրիստոսի հետ Աստծո մեջ պահված է, որ ինքը կանչված է Քրիստոսի հետ հաղորդակցվելու, որ ինքը մեկն է, ումից ամբողջ խավարն է սարսափում, որ ինքը մեկն է, որ կանգնում է ու իր դիրքը առանց իր բարերի
բան է ասում, բան է խոսում, բան է հայտնում, բան է ցույց տալիս։ Էլ բեթել ամեն մեկը մեզ լսող ամեն հավատացյալ ժողովուրդ, ես ասում եմ Տեր Հիսուսի անունից, այն դիրքը, ինչ Հիսուսն է խաչի վրա հաղթել քո համար, որ դու ունենաս, այդ դիրքիդ մեջ մնա, այդ դիրքդ քանդում է, այդ դիրքը ջարդում է խավարի սարքածը, այդ դիրքը ցանում է, այդ դիրքը հաճեցնում է, այդ դիրքը պտղաբերում է, ամեն։ Եվ դրա համար քո թշնամու ամբողջ նպատակը լինելու է նա, որ քեզ փորձի խաբեությամբ, իրականում մեկը գիտես, որ Աստված նայում էր այդ քույրիկին, Աստված գիտի ինքը ով է, ախր բալես ես այդքան քիչ չեմ արել քո համար, որ դու գնաս այս աշխարհի ինչ որ ղեկավարի մոտ գլուխը ծռես, ես չեմ ասում գնաս քացով խփես իր դուռը բացես, բայց քո դիրքը պետք է մնար հաստատուն կանգնած Քրիստոսի մեջ, ամեն։ Ես քո համար այդքան քիչ չեմ արել, այդ կրոնն է քեզ սովորացրել, այդ քո սխալ ուսմունքն է քեզ սովորացրել, որ դու այդպիսին ես, որ դու պետք է գնաս աշխարհի մոտ վիզ ծռես ու խնդրես ու խնդրվես ու աղաչես, այն դեպքում, երբ որ ամբողջ տիեզերքի արարիչը քո հայրն է, ամեն։ Նա որ իր որդուն չխնայեց քո համար, էլ ինչպես նրա հետ եղած ամեն բաները քեզ չի շնորհի։ Խոսքերը ասում են, անգիր գիտեն, բայց ամբողջ բանն է, որ այստեղ հոգևոր այս կառույցի մեջ մարդը այդ դիրքը չի ունենում։ Եվ գալիս այստեղ Պողոս առաքյալը, տղեկ Սուրբ Հոգով լցված եք վաբշե։ Եկեղեցի դեմ գնալու դիվականը քանդելու եւ տարածքներ գրավելու գործը տրված է եկեղեցուն այսօր։ Դեմ գնալու դիվական սարքածին, չարի սարքածին, իր թագավորությանը ոնց որ ասինք, ոնց որ տեսնում ենք, հա, այն ժամանակվանից, որ ինքը խլեց խաբեությամբ, ինքը սարքեց, աշխարհակալներ դրեց, երկրների վրա, իշխանների վրա ինչ որ երևույթներ դրեց, այսօր եկեղեցին միակն է երկրի վրա, Քրիստոսից արտոնագրված, ավտարիզիրովնի, որ կարա ունի իշխանություն դեմ գնալու, քանդելու եւ փոխելու, ամեն։ Այսօր պատերազմի վտանգի լուրեր ենք լսում, ես անպագորգոր չեմ ասում, բայց ես հավատում եմ, որ եկեղեցին կարա կանգնի եւ հոգեվոր ոլորտում բան փոխի, ամեն։ Հիշեք ձեր աղոթքների մեջ, պատերազմական ու հաղթական դիրքից աղոթք արեք ու քանդեք, թող քանդված լինի ամեն խավարի ծրագիր, որը մեր երկրի դեմ է Հիսուսի անունով։ Մենք դեմ ենք կենում ու արգելում ենք ամեն նրանց նման ծրագրի, որովհետև մենք գիտենք մենք ով ենք։ Ես անգամ ինձ նայելով չեմ ասում, ես հավատալով ավետարանին եմ ասում։ Ես նա չեմ ինչ մտածում եմ իմ մասին, ես նա եմ ինչ ասում իմ մասին ավետարանը, ամեն։ Դու նա ես, քույրիկ ջան, դու նա ես ինչ ասում քո մասին ավետարանը, ոչ թե եղբայրներդ են ինչ սովորացնում։ Դրա համար ես վստահ եմ, որ Էլ-Բեթել եկեղեցին վերցրել է Սուրբ Հոգուց այս ուղեցիրը, որ քեզ տանի մի տեղ, դու մտնես մի տեղ, որ պոկես ու քանդես ու ջարդես ու փշրես այն բոլորը, որ չարից է կառուցված, ու տնկես ու արքայությունը տանես հաղթական, ամեն։ Սա քեզ տրված է եկեղեցի։ Ինչ ուզում ես արա, սա քեզ տրված է, սա քո անելիքն է, եւ պատճառը, որ շատ ժամանակ մարդը եկեղեցին չի գնում, դա այդ դիրքն է։ Եվ ինչ որտեղ շատ-շատերի, ցավոք հազարավորների կյանքում հաջողվել է իրանց համոզել խաբելով, որ դու սա չես, սա քո մոտ չի ստացվի, դու դեռ փոքր ես։ Ես հավատում եմ, որ աճելու process կա, աճելու ընթացք կա, բայց ամենապստիկն էլ, որ Հիսուսի անունով է կանչված, ինքը ունի բան փոխելու, ինքը կարա բան փոխի։ Ես հավատում եմ Հիսուսին, ամեն։ Երկրորդ Կորինթացիս 10:3-6 համարները, որովհետև թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չեն զինվորություն անում, մարմնավորապես չենք զինվորություն անում, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու, խորհուրդներ ենք քանդում եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, երբ որ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Խի ասում է, որ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Եփեսացիների նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է, որ խավարի իշխանը
ապստամբության որդիների միջոցով ովքեր են ապստամբության որդիները։ Մարդիկ են, ում դիրքը Աստծո առաջ ոչ թե այն դիրքն է, որը Աստծուց իրան տրված է, հապա այն դիրքն է, որը ապստամբ է Աստծու դեմ։ Ապստամբ եւ ըմբոստ դիրքը ինքը դուր է բացում, որ չարը է դիրքի, որ չարը իր միջոցով իր խավար գործեր անի։ Եվ ես հավատում եմ, որ պատճառը, որ լինում են պատերազմներ, պատճառը, որ լինում են մարդու դեմ, ինչ որ մարդու ոչնչացման դեմ ցանկացած ծրագիր, պատճառը հենց դա է, որ հետևում կանգնած են մարդիկ, ովքեր իրանց արարող Աստծո հանդեպ ապստամբ ըմբոստ դիրքի մեջ են, որովհետև այս դիրքը բացում է դուր խավարի գործի համար։ Պողոսն ասում է, ընդհանրապես Աստծո ուզածի պես հնազանդ եղեք եւ մենք պատրաստ ենք քանդելու ամեն անհնազանդություն, քանդելու ամեն բերդեր, որ խավարը կառուցել է։ Խոսքն է ասում, որ խավարը կառուցել է։ Մարդու մտքից սկսած մինչև տարածքային տիրույթներ, այդ ամենտեղ խավարը իր թագավորությունով ունի կառույցներ։ Բայց եկավ Տեր Հիսուսը քանդելու սատանայի գործերը, քանդվեցին գործերը, քանդվեցին։ Հաղթանակեց Տերը, հաղթանակեց։ Այդ հաղթությունը տվեց իր եկեղեցուն։ Այդ իշխանությունը տվեց իր եկեղեցուն։ Դրա համար եկեղեցի ես եւ դու իրավունք չունենք ուղակի պարապ նստելու։ Մենք ունենք մտնելու Տիրոջ հայտնության մեջ, Տիրոջ հայտնությունից առնելու որտեղ, ինչ, երբ գնալու, գրավելու, քանդելու եւ նորը շինելու Հիսուսի անունով։ Ամեն։ Սա այն պրիզվանյանա, որը տրված է եկեղեցուն ու տրված է ամեն ժամանակաշրջանի համար։ Եվ ես հավատում եմ, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եթե նայում եմ մեր նախորդ քարոզներ, ունակ անցած քարոզը, որ Հովը քարոզեց ձևավորման մասին, եթե ուշադիր էիք, կարող էիք այնտեղ տեսնել ձեզ ձևավորած բաներ, որը քեզ գուցե փորձում է կանգնացնի։ Սրա նույն թեմայի մեջ է։ Մենք չպետք է թույլ տանք ամեն ինչը մեզ ձևավորի։ Եթե դու խմորվում ես Աստծո խոսքով ու թույլ ես տալիս Աստծո խոսքը քեզ ձևավորի, դու անելու ես այն, ինչ Տիրոջն է հաճելի։ Կամ նախորդները։ Եթե նայում եմ այս շարքը մեր վերջին խոսքերի, ապա ես տեսնում եմ, որ եկեղեցի դու այսօր լուրջ որոշում ունես կայացնելու։ Դու քո մեջ որոշում ունես կայացնելու լինելու տանողը Աստծո արքայության ամենտեղ։ Անկամ ցանկացած տեղ կոլեկտիվ, միջմարտկային, որ ինչ-որ մեկի հետ խոսք եք խոսում, տեսնում եք բան է բռնկվում, հիշեք, որ սա առիթ է, որ ընդեղով խմորեք արքայությունը շատանը։ Ես ուզում եմ եկեղեցու ծառայողական թիմի կողմից ասեմ, որ ձեր հետ ենք, ձեր կողքն ենք ու պատրաստ ենք ձեր հետ գալու ամենտեղ ու այդ ամեն ինչը վարակելու, տանելու, որովհետև մենք կանչված չենք մեզ ցույց տալու, մենք կանչված չենք մեր մասին բաներ ասելու, մենք կանչված ենք քարոզելու Տիրոջ մասին, իր արքայությունը տանելու, իր Սուրբ Հոգով վառված։ Ամեն։ Տեսակ մոդելը ոնց սկսեց։ Եկավ աշակերտներին, կրակով վառեց Սուրբ Հոգով ու տեղից սկսեց։ Ինչ եք կարծում, եթե Ապողոսի ուսմունքով մնացած 12 աշակերտները, որոնք Սուրբ Հոգին չեն ընդունել, իրանք կարային հասնեին այդ արդյունքին։ Ես վստահ եմ, որ չէին կարող։ Չէին կարող, որովհետև սա Սուրբ Հոգու անելունն է։ Վերցնել եւ տարածքներում փոփոխություն անել այն աստիճանի, որ կանգնեն Արտեմիսի տաճար սարքողները եւ ասեն, մեր վերջը եկա, որովհետեւ Արտեմիսը, որին ամբողջ աշխարհը պաշտում էր, համարվեց ոչինչ, դա կարող անել մենակ եկեղեցին, ով առաջնորդվում է Սուրբ Հոգով։ Ամեն։ Փառքերը մեր Տեր Հիսուսին, եւ ես ուզում եմ ասեմ, որ դու այդ եկեղեցին ես։ Դու այդ եկեղեցին ես, որտեղ տեղ ես տալիս Սուրբ Հոգուն, որտեղ բացվում ես Սուրբ Հոգու համար։ Այսօր գուցե քիչ ենք, բայց դա կապ չունի։ Ամեն։ Շատ լավ, ես ուզում եմ աղոթենք միասին։ Ես ուզում եմ աղոթենք ու այս աղոթքի մեջ ես կաղոթեմ ձեր համար։ Ես ուզում եմ, որ այս աղոթքի մեջ դուք ամեն մեկդ եթե արել եք, եթե զգացել եք, որ դուք սրա մասն եք, ձեր որոշումը Աստծուն ասեք։ Ինձ պետք չի, չեմ կարա սաղիդ լսեմ։ Ձեր որոշումը Աստծուն ասեք։ Տեր, ես հավատում եմ, որ ես կանչված եմ քո արքայությունը տանելու։
Տեր ես հավատում եմ, որ քո կողմից ամեն բան բարենպաստ արված է, որ ես գնամ ու հաջողվեմ։ Ասեմ ձեզ, ձեր հաջողության հաղթանակը երաշխավորված է Տեր Հիսուսի կողմից։ Այս ինչի մասին ասում եմ, այն չի, որ դու գնաս փորձես, տեսնես քեզ մոտ կստացվի, թե չէ, դա խաբկանք է, չի կարա տենց բան լինի։ Եկավ մեր Տերը, խաչի վրա փառավոր հաղթանակ տարեց, իշխանազրկեց սատանային, գերությունը գերի բռնեց ու մարդկանց պարգևներ տվեց, որպեսզի դու գնաս էլ բետել այդ պարգևներով եւ գրավես այն տարածքները, որոնք չարը ժամանակին փակել է, սարքել է Իրանը։ Մենք կանչված ենք տանելու Աստծո արքայությունը ամեն տեղ, ամեն, եւ կասենք այդ ժամանակ իրոք, ինչպես հիմա էլ ենք ասում, այլ ավելի բարձր կասենք, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Եկեք կանգնենք ոտքի։ Բարձր է քո անունը, Տեր Հիսուս։ Մենք հռչակում ենք, որ բարձր է քո անունը երբևէ անվանվող ամեն անուններից։ Մենք բարձրացնում ենք քո անունը, Տեր։ Տեր, ինչպես Պողոսը իր ժամանակին հաջողության հասավ բարձրացնելով քո անունը այնպես, որ կուռքերը համարվեցին ոչինչ, մենք բարձրացնում ենք քեզ նախ մեր սրտերի մեջ, իմ Տեր, եւ բարձրացնում ենք քեզ եկեղեցու մեջ, թե խոսքով, թե երկրպագությունով, թե մեր ապրելակերպով։ Հայր, ես աղոթում եմ քո որդու Հիսուսի անունով, որ մեր բոլորի սրտերը լցես քո սուրբ հոգուտ կրակով, որ դարձնես մեզ կրակոտ, Հայր, դարձնես մեզ կրակոտ, որ քո որդու արած փառավոր գործը տանողները լինենք, որ այն արքայությունը, որը Տեր Հիսուս դու բերեցիր աշխարհ, այդ թագավորությունը տանող լինենք, թագավորություն, լույսի թագավորություն, որը դուրս է շպրտում խավարը եւ քանդում է բոլոր խավարի սարքածները։ Սուրբ Հոգի, դու հրավիրված ես, դու ամբողջությամբ տեղ ունես մեր մեջ ու մեր միջոցով գործելու ինչպես որ Տիրոջ կամքն է։ Մենք վստահում ենք քեզ, Սուրբ Հոգի, եւ ասում ենք, որ քեզ ենք վստահում ու առանց քեզ դժվար կանենք որևէ բան։ Եվ խնդրում ենք, որ դու լինես մեր հետ ու մեր մեջ, որպեսզի մենք գնանք տանելով քո արքայությունը, Տեր, եւ բարձրացնելով քո անունը, Հիսուս։ Եկեղեցի, ձեր որոշման աղոթք արեք։ Եթե այս խոսքը քեզ բան է ասել, թե այս օրինակը քեզ բան է ցույց տվել, դու եւ Աստված քո փոխհարաբերության մեջ։ Մի տեղ տուր այն մտքերին, որ լիքը բաներ, լիքը ժամանակներ փորձել ես ու քո մոտ չի աշխատել։ Սա հերթական խաբկանք է իդեմ այն դիրքի, որը դու Քրիստոսում ունես։ Քրիստոս, որ իր կյանքը քո համար տալիս էր, ինքը գիտեր, որ դու կարաս երբեմն չհաջողվես, որ դու կարաս երբեմն ընկնես, անգամ մեղք գործես, ընկնես, անկում ապրես, բայց իր կողմից միշտ քեզ հնչում է այս խոսքը. ահա ամեն օր քեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Վստահիր իրան, իր ձեռքը բռնած գնա։ Տեր Հիսուսը Հովանում ասում է, առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Եկեք ուրեմն խոստովանենք Տիրոջը, որ Տեր, իրոք մենք քո կարիքը ունենք, իրոք մենք առանց քեզ ոչինչ անել չենք կարող։ Մենք չենք ուզում լինել անհաջողակ, այլ ուզում ենք հաջողված լինել, ինչպես դու ես, Տեր, եւ ինչպես օրինակ ենք տեսնում քեզ նվիրված քո ծառաների։ Տեր, մենք որոշում ենք կայացնում, որ անենք ամեն բան, որ եկեղեցին գնա այն քո դրած նպատակի ու կամքի մեջ, ինչի համար դու արյան գին վճարեցիր, Հիսուս։ Տեր, մենք արժեքավորում ենք քո արած գործը։ Հիսուս, մենք արժեքավորում ենք քո արած գործը։ Եվ հավատում ենք, որ դու զորավոր ու փառավոր պտուղ ես տեսնելու Հայաստանում, եկեղեցիներով ու հենց էլ Բեթելով, Տեր, որովհետև քո արածը շատ ավելի շատ էր, շատ ավելի շատ, Տեր Հիսուս, բավական ու մի բան էլ ավելին, Տեր, Հիսուսի անունով, ողջ փառքը պատիվը քեզ, իմ Տեր, եկեք փառք բարձրացնենք Տիրոջը, ողջ փառքը պատիվը քեզ, Հիսուս, մենք մեծարում ենք քո անունը, Տեր, Հալելույա, Տեր, փառավոր Տեր,
Սքանչելի Տեր։ Շնորհակալ ենք։ Եկեղեցի մենք հիմա հաղորդություն ենք ընդունելու։ Ես կուզեմ մի կարճ մի պատմություն հիշացնեմ Դավիթ աղբերը 5000-ին կերակրելուց խոսած։ Երբ որ Հովհաննես Ավետարանիչը 5000-ի կերակրելու դրվագը ներկայացնում է, ինքը ասում է, որ դրանից հետո Հիսուսը առանձնացավ ժողովրդից։ Ժողովուրդը զբաղված էր ուտելով, Հիսուսը ժողովրդից առանձնացավ իր աշակերտների հետ։ Հետո աշակերտներին ասեց անցեք ծովի մյուս կողմը, հետո ինքը ջրի վրա քայլելով անցավ։ Մի խոսքով ծովի պատկերացրեք ծով, պատկերացրեք Սևանը։ Մի ծերից մյուս ծերը նավով անցան։ Գուցե Տիբերիայի ծովը ավելի փոքր էր, բայց վերջո այդ ժողովուրդը երբ որ իջավ Հիսուսին տեսնելու, որովհետև գտել էին մեկին, ում հետ կարաս դու միշտ ապրես եւ ոչ մի բանի կարիք չունենաս։ Էս ինչ հրաշք է Հիսուսը։ Հիսուսը ասում է գիտեր, որ գալիս են իրան տանեն թագավոր սարքեն։ Ժողովուրդ, գտանք մենք Մեսիային, հեսա տանում ենք իրան դնում ենք թագավոր, ձուկը, հացը ու ինչ մեզ պետքա կա, լիքը կա, вообще կարանք չաշխատենք, կարանք ապրենք ոնց ուզում ենք, այդ ամեն ինչը մեզ կա։ Բա ուր է Հիսուսը, ման են գալիս ու չեն գտնում։ Եվ տեսան նավեր կան եկող ու մտածեցին, որ նավով անցել է մյուս կողմը։ Եվ պատկերացրեք ծովի ափը, մեկ նավով ուղղանցնես, մեկ ոտքով 5000 եւ ավելի մարդ։ Ծովի այդ ավազի, ծովի ափով անցան, գնացին մինչև գտան Հիսուսին, գտան կյանքը, գտան թագավորին։ Տեր, դու ես երբ եկար այստեղ, մենք քեզ ենք փնտրում, չէ՞ կարծես թե որ Աստծուն սիրող մարդ, մենք քեզ ենք փնտրում։ Տերն ասում է ճշմարիտն եմ ասում ձեզ, դուք պրոստը ինձ փնտրում եք, որովհետև ձեր փորը կուշտ է, այլ ոչ թե հրաշքներ տեսակ։ Գնացեք ու գործեցեք այն կերակուրի համար, որը մնում է հավիտյան։ Բա ո՞րն է այդ գործը, ինչ անենք, Աստծո ուզած գործը ո՞րն է։ Տերն ասում է Աստծո ուզած գործը նա է, որ հավատաք նրան, ում որ Աստված ուղարկեց։ Բայց մի րոպե, բայց դու ինչ ես անում, որ քեզ հավատանք։ Մեր հայրերը մանանան կերան անապատում։ Հիսուսն ասում է ձեր հայրերը մանանան կերան անապատում ու փրված ընկան։ Ես եմ երկնքից իջած հացը, ասում է Հիսուսը։ Ամեն ով ուտի իմ մարմինը եւ խմի իմ արյունը, նա հավիտյան մահ չի տեսնի։ Ստեղ вообще ուղեղները դու գտվեց, էս ինչ է ասում։ Ինչ է նշանակում ուտել իմ մարմինը, ուտել իմ արյունը, հավիտենական կյանք։ Մենք գիտեինք, որ այդ թագավորը պետք է հավիտյան մնա։ Ու Տեր Հիսուսն ասում է Հովհաննես Ավետարան 6-րդ գլխի մեջ 54-59 համաներում Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Ինչպես ինձ ուղարկեց կենթանի հայրը եւ ես կենթանի եմ հոր համար, այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենթանի կլինի ինձ համար։ Ամեն եկեղեցի։ Սա է այն հացը, որ երկնքիցն է իջել, ոչ թե ինչպես ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան, այս հացն ուտողը հավիտյան կապրի։ Գուրգեն եղբայր, խնդրեմ մոտեցրեք ծառայողներով։ Հալելույա Տեր։ Պողոս առաքյալը ասում ամեն անգամ երբ որ այս հացից ուտեք եւ այս բաժակից խմեք, դուք դրանով պատմում եք Տիրոջ մահը, մինչեւ որ ինքը կգա։ Լուկաս Ավետարանիչն ասում է, զատկական ընթրիքի ժամանակ, երբ որ ընթրիքը վերջացավ, Իդեպ հաղորդության արարողությունը դա զատիկը չգիտեք բոլորը։ Ընթրիքը վերջանալուց հետո Տերը վերցրեց բաժակը, տվեց ու ասեց բաժանեք իրար մեջ։ Հետո վերցրեց հացը, կտրեց, նույնպես բաժանեցին իրար մեջ։ Եվ Պողոս առաքյալն ասում է, ես ձեզ ավանդում եմ մի ավանդույթ, որը մեր Տեր Հիսուսից առա, ընդունեցի։ Որ այն գիշեր ինքը գիտեր, որ ինքը մատնվում է։ Այդ որ մենք պատմում ենք, որ Տերը գիտեր, որ գնում է իր մարմինը կոտրվելու մեր համար։ Եվ դրա համար հաղորդությունը լուրջ արարողություն է, հաղորդությունը ուղղակի
գինի ու հաց ուտել չի սիրելիս։ Եվ դրա համար Պողոս առաքյալը ասում է ուշադրություն դարձրեք, չլինի անարժանությամբ մոտենակ, չլինի հանկարծ չտակ այն արժեքը հաղորդության, որ ինքը իրականում կա։ Այո եկեղեցի, մենք իլուր ամբողջ աշխարհին պատմում ենք, որ մենք հավատում ենք, որ այս հացը, որը Քրիստոսի մարմնի խորհուրդն է, այդ մարմինը կոտրվել է իմ համար։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք իլուր ամբողջ աշխարհի վկայում ենք, որ այս գինին, որը Քրիստոսի արյան խորհուրդն է, դա այն արյունն է, որը թափվեց իմ մեղքերի քավության համար։ Ամեն։ Եկեք ընդունենք։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Ուղղակի շնորհակալ ենք, որ երբեմնի օտար ու պանդուխտ էինք, հեռացած քեզնից, քո քաղաքականությունից, վաբշե հոգևորից, վաբշե Աստծուց, մենք քեզ դեռ չճանաչած, դու մեզ գիտեիր եւ դու մեզ ընտրեցիր։ Ամեն։ Եկեք գոհություն բարձրացնենք, փառք տանք Տիրոջը այս ամեն ինչի համար, որ մեզ շնորհել է։ Հալելույա։ Հալելույա Տեր Հիսուս։ Ամեն, ողջ փառքը պատիվը քեզ Հիսուս։ Քեզ մոտ է ամեն ինչ, քեզ է պատկանում փակ և կովքը աշխարհի, քեզ մոտ է ամեն ինչ, քեզ մոտ է ամեն ինչ, պատիվն ու օրհնությունը և զորությունը իմ, քեզ մոտ է ամեն ինչ, քեզ մոտ է ամեն ինչ, քեզ է պատկանում փակ և կովքը աշխարհի, քեզ մոտ է ամեն